Պատմության մեջ առաջին անգամ Եվրագավաթային փլեյոֆը Հայաստանում է, այն մեր երկիր է բերել Հայաստանի չեմպիոն Նոան։ Մրցակիցը հոլանդական Ազակմարն է, իհարկե հոլանդական ֆուտբոլի մասին բոլորը գիտեն, բայց ֆուտբոլը նաև ֆավորիտներ չի ճանաչում։ Պետք է անմնացորդ նվիրվել ու հաղթանակը մերը կլինի։ Պատմական խաղում հաղթանակի մեծ ակնկալիքով, հանրապետականում այսօր ֆուտբոլային տոն է։ Հայաստանում է հարուստ ավանդույթներով հոլանդական Ազալքմարը, ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող թիմը Երևանում է ֆավորիտի կարգավիճակով։ Այս ակումբը հայտնի է իր ուժեղ ակադեմիայով, որը տարիներ շարունակ լավ կադրեր է տվել նաև Հոլանդիայի հավաքականին։ Սակայն վերջին շրջանում Ալքմարի արդյունքները հաջող չեն, երկրի առաջնությունում ակումբը 5-րդն է։ Անհաջող ելույթների պատճառով մեկ ամիս առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչը։ Այս մրցաշրջանում անկում է ապրում նաև հոլանդական ֆուտբոլը։ Բացառությամբ Ազալքմարի Եվրագավաթային փուլից դուրս են մնացել բոլոր ակումբները։ Հոլանդական թիմի հետ բարդ է լինելու, բայց Նոան ունի այս փուլը հաղթահարելու իրական հնարավորություն։ Թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը վստահեցնում է՝ Նոան խաղին պատրաստ է։ Մենք պատրաստ ենք եւ ֆիզիկապես եւ հոգեպես, ինչը ցույց կտանք մարզադաշտում։ Բոլորս հավատում ենք մեզ եւ մեր հաջողությանը։ Եռանդով մարզվել ենք վերջին 6-ից 7 շաբաթների ընթացքում։ Երկու կարևոր հանդիպում ունենք այս փուլը հաղթահարելու համար։ 188 րոպե է եւ կարևոր չէ առաջին խաղը տանն է թե դրսում։ Ցանկացած դրական ելք մեզ համար լավ արդյունք է։ Ամեն ինչ որոշվելու է հաջորդ շաբաթ Նիդերլանդներում։ Մեր հաղթաթուղթը թիմային խաղն է եւ այն, ինչ ցուցադրելու ենք խաղադաշտում։ Մեր հաղթաթուղթն է նաեւ այն մթնոլորտը, որն ապահովելու են երկրպագուները։ Թիմում ամեն ինչ նորմալ է, ընկերական հանդիպումներ անցկացրեցինք։ Իմ մարզավիճակի մասին կասեմ, որ երկար բաց էի թողել ու հիմա կամաց արդեն լավ մարզավիճակում եմ։ Առաջիկա խաղում Նոայում նորեկներ չեն լինի, բայց թիմից հեռացել է Ալեն Գրգիչը։ Նախապատրաստական փուլը մեր թիմը անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնակցել ենք նաև ընկերական խաղերի։ Ի տարբերություն մեր թիմի մրցակիցը խաղային ինտենսիվ ցիկլում է, երկրի առաջնությունում մասնակցում է գավաթի խաղարկությանը։ Սակայն սա էլ կարող է մեր օգտին աշխատել։ Ըստ մեր թիմի մարզչի, Նոան այժմ ավելի թարմ է։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։